Սկզբից Երևան, հետո Բաքու։ ԱՄՆ փոխնախագահի Հայաստան այցի ամսաթիվ է նշվում փետրվարի 9-ը։ Ջեյ Դի Վենսի այցին ընդառաջ ազատ կարձակվեն արդյոք Բաքվում շինծուգործերով մեղադրվող 19 հայ գերիները։ Այս թեմայով մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան։ Բաքվում պահվող քրիստոնյա հայերին ազատ արձակելու մասին է գրում նաև Ամերիկայի կաթոլիկների կազմակերպության ԶԻԼ պարբերականը։ Ըստ պարբերականի, Վենսի այցը վերստին ուշադրություն է հրավիրում վերջերս հնչած կոչին, որով կաթոլիկ եւ հայ առաքելական եկեղեցու մի խումբ հոգեվոր առաջնորդներ հորդորում էին Հռոմի Պապ Լևոն 14-ին ջանքեր գործադրել Ադրբեջանում պահվող գերիների ազատ արձակման համար։ Նման բարձրաստիճան այցերը մշտապես շատ կարևոր են լինում, հատկապես մարդասիրական գործողությունների համատեքստում, այն պետության ներկայացուցիչի կողմից, որը կարծես թե միջնորդ է հանդիսանում խաղաղության պայմանագրի կնքմանը եւ դրա իրագործմանը, շատ լավ հնարավորություն կլինի եւ կարծում եմ, որ բոլորս, այդ թվում նաեւ Հայաստանի քաղաքասարակության կողմից պետք է շատ ավելի հրապարակային եւ հստակ կոչեր լինեն, որպիսի այս առիթը օգտագործվի եւ այնտեղ ապօրինի ոչ իրավաչափ պահվող մեր հայրենակիցները վերադառնան այո։ Իրավապաշտպանի կարծիքով դիվանագիտական խողովակներով աշխատանքն ու փակ հանդիպումները բավարար չեն, զուգահեռ պետք է ակտիվ լինի նաև քաղաքասարակությունը ու կոնկրետ պահանջներ ներկայացնի։ Պետք է ցույց տալ պահանջատիրություն հասարակության կողմից, գուցե գոնե քաղաքասարակության կազմակերպությունների կողմից, որպեսզի ակնհայտ լինի, որ սա այն խնդիրներից է, որը կարող է նպաստել եւ խաղաղության գործընթացին, եւ առանց որի խաղաղության գործընթացը արդյունավետ չի կարող լինել։ Հայտնի չէ, թե փակ դռների հետևում հայրենադարձման ինչ գործընթաց կա։ 19 գերիներից 16-ի կեղծ գործերով քննությունը շարունակվում է եւ դեռ դատական ակտեր չկան։ Իրավապաշտպանի գնահատմամբ այդ հանգամանքը չի կարող խանգարել նրանց վերադարձին։ Դիվանագիտական միջնորդությամբ նախկինում սովորաբար գոնե մի մասն էր հայրենադարձվում, ինչ հիմքով ընտրված, ունեցանք նման դեպքեր, օրինակ Խցաբերդի համատեքստում, գերեվարված զինծառայողների վերադարձի դեպքում, երբ որ Հունգարիան օրինակ միջնորդեց կամ ԵՄ-ի միջնորդությամբ մի քանի հոգի վերադարձավ եւ այլն։ Այսինքն ըստ էության ընտրանքը սովորաբար կատարվում է կամ առողջական հիմքով կամ այլ պատճառով, առաջնահերթություն է տրվում որոշակի անձանց։ Պատրաստ է արդյոք գերիների հարցը որպես հաղթաթուղթ օգտագործող Ալիևը զիջման գնալ ու ազատել մեր հայրենակիցներին, որոնց ամբողջ աշխարհի առջև ցեղասպանական գործողությունների համար է մեղադրում։ 20 թվից ի վեր մեր փորձը ցույց է տալիս, որ ըստ էության ցանկացած հայրենադարձություն կամ փոխանակում տեղի են ունեցել Ադրբեջանի կողմից այլ ինչ-որ լրացուցիչ օգուտ ստանալու միջոցով, այսինքն ոչ միայն հենց զուտ բանակցային, այլ օրինակ կոմ 29-ի Հայաստանի համաձայնություն կորզելու, ինչ-որ քարտեզներ ստանալու։ Վերջին ամիսներին շատ ակնհայտ է, որ Ադրբեջանը լուրջ ջանքեր է գործադրում 907 այդ բանաձևի արգելքը մշտապես հանելու առումով եւ կարծում անդադ փորձում է ցույց տալ, որ այլևս շրջափակում չկա Հայաստանի, արկա է բեռնափոխադրում եւ այլն, ըստ էության որը որ հիմքում էր դրվել, այդ բանաձևի, որից որ իրանք իրոք շատ են ուզում, դադարեցնեն, դրա գործողությունը, ըստ էության կրկին ամերիկացիներին ցույց տալու, որ իրոք խաղաղության գործընթացը շարունակվում է եւ դեռևս արդյունավետ է, ոչ թե ասենք փակողի մեջ է, ըստ էության կարող են նման քայլի դիմել, այո։ ԱՄՆ նախագահը շաբաթներ առաջ անոնսել էր, որ իր տեղակալին Հայաստան ու Ադրբեջան է գործողում Թրամփի ուղի նախագիծն առաջ մղելու համար։ Սպիտակ տան ղեկավարը նշել էր, որ կխորացնեն ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, կկնքեն խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ։ Թրամփը նշել էր նաև, որ պատրաստվում են Ադրբեջանին ամերիկյան արտադրության պաշտպանական սարքավորումներ վաճառել։ Արթուր Հակոբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։